արձակուրում է խորիմաց բեռնագիր մահվան ճանապարհի ծանոթության կողմի Կոմիտաս վարչապետի հոգևոր քարտեզը։ Մենք փորձել ենք բացահայտել ոչ միայն Կոմիտաս վարչապետի կյանքի պատմությունը, այլև նրա հոգևոր աշխարհը, այլ ուժ, որը նա կարողացավ վերացնել ցավը անմահ երկրի։ Նրա ստեղծագործական ուղին մեզ համար դարձավ հոգևոր ճամփորդություն, դեպի ազգային ինքնատիպություն և մարդասիրություն։ Աշխատելով այս նախագծի վրա մենք ոչ միայն ուսումնասիրեցինք փաստեր և կենսագրական տվյալներ, այլև փորձեցինք հասկանալ, թե ինչու է Կոմիտասն այսօր կենտրոնի յուրաքանչյուր հայի սրտում։ Մենք հասկացանք, որ Կոմիտասը մեզ սովորեցնում է իմանալ, ապրել ու արարել նույնիսկ ամենադժվար փորձությունների միջոցով։ Կյանքի ընթացքում մենք ուսումնասիրեցինք Կոմիտաս վարչապետի կյանքի ամենակարևոր փուլերը։ Հետազոտեցինք նրա մանկությունը և ուսումը Վաղաշաբաթում և Բեռլինում, ապա նաև նրա գործունեությունը Կոստանդնուպոլսում։ Մենք հասկացանք, որ Կոմիտասը ոչ միայն երաժիշտ էր, այլ նաև ազգագրագետ, գիտնական, ազգապահպան մի մարդ, ով ողջ կյանքը նվիրեց այ երկրի բարձրությանը։ Կոմիտասը մեր ժողովրդի ձայնն էր այն տարիներին, երբ հայերը ապրում էին ծանր փորձությունների մեջ։ Նա երգերի միջոցով պահպանեց այն, ինչի սպառնում էր մոռացությունը, մեր հավատը, մեր լեզուն, մեր հարվածները։ Նրա հավաքած ժողովրդական երգերն այսօր մեզ հիշեցնում են, թե որտեղից ենք եկել մենք և ովքեր ենք։ Մեր ուսումնասիրությունը ցույց տվեց, որ Կոմիտասը ոչ միայն մեր անցյալն է, այլ նաև մեր ապագան։ Քանի դեռ նրա երգերը հնչում են, հայը մնում է անսասան։ Նախագիծը ոչ միայն պատմություն է Կոմիտասի կյանքի և երաժշտության մասին, այլ նաև հոգևոր ճանապարհորդություն։ Մենք փորձեցինք հասկանալ, ինչպես կարելի է անցնել մահվան ճանապարհով և հասնել անմահության։ Կոմիտասը դա արեց իր լռությամբ, իր հավատով և իր երգերով։ Նա մեզ սովորեցրեց, որ ժառանգությունը միայն մեր անցյալը չէ, այն մեր հիշողության ձայնն է, որը ապրում է մեր մեջ, յուրաքանչյուր երկրի աղոթքի և հիշատակի րոպեում։ Մեր սերունդը պիտի շարունակի այդ ձայնը, որ այն երբեք չի լռի։ Մահվան ճանապարհից դեպի անմահության գույն։ Սա է Կոմիտաս վարչապետի հոգևոր քարտեզը և սա է մեր նախագծի գլխավոր ուղերձը։ Մեր նախագիծը սկսվեց ուսումնասիրությունից, մենք կարդացինք Կոմիտաս վարչապետի կենսագրությունը, դիտեցինք վավերագրական ֆիլմ, քննարկեցինք նրա դերը մեր մշակույթում։ Յուրաքանչյուր խմբի առաջ դրված էր նպատակ՝ հասկանալ ոչ միայն ինչ է արել Կոմիտասը, այլ նաև ինչու է դարձել ժողովրդի հոգևոր ուժ։ Այնուհետև անցանք ստեղծագործական փուլին։ Սովորողները կազմեցին մեր հոգևոր քարտեզ, որտեղ ներկայացրին Կոմիտասի կյանքի կարևոր կանգառները՝ Քյութայիա, Էջմիածին, Փարիզ, Կոստանդնուպոլիս։ Յուրաքանչյուր կանգառում մենք ցույց տվեցինք ոչ միայն փաստերը, այլ նաև զգացումները, նրա ուրախությունը, ցավը և լռությունը։ Մենք հասկացանք, որ պատմությունը կարելի է սովորել ոչ միայն տեսակետից, այլ նաև զգալով այն։ Այս նախագիծը մեզ օգնեց աշխատել թիմով, սովորել քննարկել, կիսվել գաղափարներով և ստեղծել մի բան, որը իրականում ինձ է պատկանում։ Ուսումնասիրեցի Կոմիտաս վարչապետի ամենացավալի շրջանը 1915 թվականի դեպքերը։ Նա ականատես եղավ հայ ցեղասպանության, ոճրագործության և այդ միշտը բրոզեց իր հոգին։ Նա փորձեց ոչ միայն իր ընկերներին, այլ նաև մարդկանց հանդեպ հավատը։ Բայց նույնիսկ այդ ցավի մեջ նա չդադարեց լինել հայի ողու խորհրդանիշը։ Նրա լռությունը դարձավ մեր լռությունը, իսկ նրա երգը մեր հիշողությունը։ Դա շրջանը սովորեցրեց ինձ, որ պատմությունը ոչ միայն այն մեր հիշողությունն է, որը պետք է պահպանենք, որպեսզի շարունակենք Կոմիտասի ճանապարհը, ճանապարհից անմահության ուղին։ Մեր նպատակն է ցույց տալ, որ Կոմիտասի թողած ժառանգությունը ոչ միայն պատմություն է, այլ կենդանի ուղի մահվան ճանապարհից դեպի անմահություն։ Մեր խումբը աշխատեց Կոմիտաս վարչապետի ստեղծագործական ժառանգության քարտեզագրության վրա։ Մենք բաժանեցինք նրա կյանքի ուղին փուլերի՝ մանկություն, կրթություն, հոգևոր ծառայություն, երաժշտական գործունեություն և աքսոր։ Յուրաքանչյուր փուլում մենք փորձեցինք հասկանալ, ինչն է իրան դրդում ստեղծագործել, ինչն է իրան ուժ տալիս չկոտրվել նույնիսկ ամենածանր իրավիճակներում։ Աշխատելով միասին մենք ստեղծեցինք մի ուղի, որտեղ Կոմիտասը ոչ միայն անցյալի մասն է, այլ մեր ներկայի ու ապագայի ուղեկից։ Մեր նախագիծը մեզ սովորեցրեց ոչ միայն Կոմիտաս վարչապետի կյանքի մասին, այլև այն, թե ինչպես ցավից կարող է ծնվել հավերժությունը։ Կոմիտասը մեզ համար դարձավ խորհրդանիշ, լռության մեջ պահպանված ուժի և հավատի։ Մենք հասկացանք, որ յուրաքանչյուր ազգի մեծությունը չափվում է ոչ թե նրա անցած ճանապարհի հեշտությամբ, այլ նրանով, թե ինչպես նա կարողացել վերապրել ամենադժվար փորձությունները։ Այս աշխատանքը մեզ միավորեց մեկ նպատակով՝ հիշել, պահպանել և փոխանցել։ Այո, մահվան ճանապարհը վերածվեց անմահության ուղու, իսկ մենք, որպես երիտասարդ սերունդ, պարտավոր ենք շարունակել այդ ուղին։ Շնորհակալ ենք բոլորին, ովքեր մեզ աջակցեցին այս նախագծի